դիպումնել երևի թե բացառություն չի լինի։ Երկու թիմերն էլ հասկանում են պահի լրջությունը, մրցաշրջանի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել եւ կողմերին անհրաժեշտ են գլխավոր մարշչի օգնականը մեր էկրաններին է Փյունիկի նախկին ֆուտբոլիստը հանդիպումների աչից համար 77 Արթուր Սերոպյան եւ հարձակվող համար 25 Ալիուն Նդուր Մանուել Տուլիպան գլխավորում է Արարատ Արմենիան հարված է Ջակի լավ փոխանցում էր Նդուրին, ինչը չի կարելի ասել Նդուրի փոխանցման մասին, բայց պայքարում է մինչև վերջ եւ խլում գնդակը Ալիուն Նդուր եւս մեկ հարված կարող է լինել Զիդան Բանջակի 1-0 Արարատ Արմենիան արագ գոլ է խփում 9-րդ րոպեին բացում է հաշիվը Զիդան Բանջակին գոլի հեղինակն է երկրորդ գոլն ընթացիկ առաջնություն Նախքան Նոայի դեմ հանդիպումը Օմոյանսան է Ավի Մորենո լավ բացվեց Ալեման Մորենո եւ Պինտու կամ կորցնել գնդակը կամ հետ փոխանցում կատարել Իսկ առաջին խաղակեսն ավարտված է Արարատ Արմենիա Փյունիկ 1-0 հաղթում է Արարատ Արմենիան Զիդան Բանջակի խփած գոլի շնորհիվ կեսն ավարտեց իր օգտին Սկսված է երկրորդ խաղակեսը գնդակով Արարատ Արմենիան է Այդպես Արարատ Արմենիան ըստ էության իր միակ գոլային պահը վերածեց գոլ Օլիվեյրան պատրաստվում է իրացնել փոխանցում Տուգանային հրապարակ հետաքրքիր խաղարկում էր արված Զիդանը նորից գնդակով է փոխանցում ձախ Ժուաու Կերուշ անցնել հակագրոհային խաղի այլ գրոհել փորձել երկրորդ գոլը խփել Սերոպյան սա Կտրող փոխանցում էր պատրաստ չէր Էրիկ Օկանսին թեև պետք է պատրաստ լիներ նաև մի փոքր ուժեղեր Կուլիկովի փոխանցումը Օկանսի Խամես Սանթոս հետ փոխանցում Կարլեն Հովանիսյան Bueno Օլիվեյրա Փոխանցում հետ Սերոպյան ի վերջո Նային Փյունիկի կողմից Ալեման գնդակի մոտ է Ալեմao փոխանցում Արվազ դորպասածողն է փրկում Տարախչյան հեռացված է գնդակ Փոխանցում դեպի մրցակցի կիսադաշտ Մարիուս Նուբիսի Նոան 4-1 հաշվով Գանձասարին հաղթեց եւ արդեն երկրորդ տեղում է խաղթել է կաումները Արարատ Արմենիան Հանդիպանը բարձր տրամադրությամբ Կանյուրգիոս Նուբիսի Գրինի հարված Վիլելա բարձր է հարվածում Լուկաս Վիլելան Կարող էր Փյունիկը գոնե խուսափել պարտությունից Չնայած խաղի զգալի հատվածում Արարատ Արմենիան վերահսկում էր խաղի ընթացքը բայց վերջնամասում Փյունիկը կարող էր խփել գոնե մեկը Չխփեց եւ հանդիպումն ավարտված է 1-0 Արարատ Արմենիան Զիդան Բանջակի խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով